Նայեք, ես նյութից մի հատ էլ բան ցույց տամ։ Իրոք ծառերից դե տունը կարմիր տուն է, բլիցով կային արը։ Հələ ծառերի գույնը նայեք, չգիտեմ նկարացույց է տալի թե չէ։ Հələ կարմիր փոշի է թափում ծառերից, նայեք։ Նայեք։ Կարևոր է էլի որ երբ որ ծառերի հրի փոշին հեռացվի։ Այսպես ամեն ինչը երբ որ ամեն մարդ իր գործը գրագետ անի, սիրելու անի, շատ լավ կլինի։ Եմ սա ասում, մենք եկել ենք ընդամենը ջրահեռացման աշխատանքը կատարենք, նայեք ինչ է թափվում ծառերից։ Նայեք։ Ջրահեռացման աշխատանք անենք նորից բացեցինք, որ բակերը մի քիչ ջուր լցվի, որ այս ծառերի փոշին գոնե մենք միջամտենք, դուրս գա վրի կեղտը։ Նայեք։ Այսինքն ինչ է ասելիքս, որ մենք մեր թիմով դե այս այգին նորից այս նյութում էլ ասեմ, գազոնն ենք մենք ցանել, մոնտաժ ենք արել, հողի խարհուրդը պատրաստել, վարձացրել, ծառերը եղել է վերքատու դեկորատիվ սա խառնած իրար այս պատնեշն եղել է, բայց իմ խումբն է եկել նորից ձևավորել, այսինքն նայեք։ Հիմա եկել ենք ջրահեռացման աշխատանքներն անենք, ծառատունքի վերջին մեր գործողությունն անենք, ստիպված տենալով ծառերի վիճակը, նորից բակերը մի քիչ ջուր լցրեցինք, որպեսզի այս գոնը այս փոշին, որը շատ է վնասում ծառերին, ժողովուրդ ջան, մենք մի մոռացեք, որ ունենում ենք քիչ տեղումներով եղանակներ, թե աշուն, թե ձմեռ, ցանկալի է, որ ինչ-որ դե պարտադիր է, գիտեք, որ այս ծառերի վրի փոշին երբ որ շինարարական գործողություններ եք կատարում, գոնե, չգիտեմ ինչ կախված է, ինչ-որ կարող եք հեռացնեք, նոր ձմռանը դիմավորեք, հետո նորից տեղ ասեմ, ժողովուրդ ջան, ջուրը ծառին չի վնասում, այն միֆը, որ նորից եմ կրկնում, ասում են ցուրտա չի կարելի ծառին ջրել, սիսենյակային բույս չի ժողովուրդ, դրսում անձրևել է գալի, ձյուն էլ է գալի, ընդհակառակը շատ երկրներում նույնիսկ ցրտահարությունից պաշտպանում են բողբոջը, սառույցը թրջում են, սառույցը պայծյանի պես փակում է, 0-ից ցածր ներսը ջերմություն չի լինում, իսկ 0-ից ցածրը 0 կամ -1-ը չի վնասում անգամ բողբոջը։ Հասկանում եք, ասենք ջուրը, երբ որ դու ջրում ես, առատ ջրում ես, վնաս չի։ Այդ ընթացքում մինուս չնի, որ շլանքները տեն, որ ասում է ձեռիդ չսառի կամ դու շատ չվնասվես, երբ որ երաշտ տա լինում, այսինքն չորոտ է լինում, տեղումներ չի լինում, բավարար հողը խոնավություն չունի, ջրի ամիսը 1 կլինի, 10 օրը 1 կլինի, կախված է բնությունից, այսինքն չորային է, տաք է, պլյուս է, ինչ կարգի է, լավ ջրի, հողի մակերեսը թող հագենա ջրով, երեսը սառելու է, տակը տաք պահի, իսկ չջրված սուխոյ ձմեռները, չոր հողերն է, ավելի շատ վնասվում սառնությունից։ Եմ այսքան ասում, այնքան լավ կլինի, որ ով ինչ ասում է, վերլուծեք, քննարկեք, որ ասում է ըմբռնումով մոտենակ ամեն ասածի, իմ ասածներն էլ ինչ որ ասում եմ, այս այգին ճիշտ է մեր խնամքի տակ չի, մենք ստե գործարքային գործեր ենք անում, հետագան չգիտենք ինչ ձև կլինի, բայց մեր սրտացավությունը, մեր անհանգստությունը կատարում ենք, մեր հասկացածը անում ենք, հələ ծառերի փոշին նայեք, տերևների բասով ասեմ, տես գործընկերս հավաքում է տերևները, ինչի, որտեվ գազոնը նորա ցանված, այս թափված տերևները կուլտուրական այգիներում ավելի շատ վնաս է տալի, ինչով է վնաս տալի, սնկային հիվանդությունները տեղ-տեղ կարող է վնասի, որտեվ գազոնը նոր ցանված գազոն է, հաստատված մեծ, որ տարիքով դե հասկացողը կհասկանա ինչ եմ ասում, արմատները նուրբ է, այսինքն հավաքված տերևը վնասում է ծառի բույսի արմատային համակարգին։ Ձեզ թվա թե տաքապահում եւ այլը, ոչ, ինքը ավելի շատ վնաս է տալիս, սնկային հիվանդությունների օջախ է դառնում եւ կարեւոր մի բան էլ, որ միջատների հիվանդությունների համար ծածկոց է սարքում, բարենպաստ պայման է ստեղծում, որպեսզի
միջատը կուտակվի։ Դրա համար հատկապես կուլտուրական այգիներում պարտադիր է խոր աշուն տերևները հավաքելը, հատկապես գազոնի վրայից։ Ես էլ այս գործով, այս նյութով, ես էլի որ նյութ եք գցե, որ մեկն ասում էր բա ցիրկոնը որ տալիս ես կարտնանա ծառը, ես ընդ իհարկե մյուս նյութում պատասխանեցի, բայց ստեղ էլ ասեմ, իր կոմենտարյանին էլ պատասխանեցի, որ ծառը չի արթնանա նույնիսկ ազոտից, ծառը կարթնանա այն ժամանակ, երբ որ եղանակը տաք լինի, խաբս տա, իսկ ցիրկոնը հենց ցրտահարության համար էլա ծառին պետք, շոկահարության համար էլա ծառին պետք, իմունային համակարգը հզորացնում, ստրեսներից շուտ է վերականգնվում ծառը, տեղափոխվող ծառին է պետք, հնարավորություն ունենաս թանկ հաճույք իհարկե հաճախակի ծառերի ցիրկոն տաս, դու մենակ օգնելու ես իրան, ոչ թե վնասես։ Իսկ այն պահը, որ ասում եմ ազոտն էլ անգամ վնաս չի տա, ուղղակի կկորի, այդքան ստեղ չի հասնի, որտեղ ազոտը հիմնականում վեգետացիայի համար, իսկ կալիում ու ֆոսֆորը նույնիսկ խոր աշուն տալիս են աղքատ հողերում։ Իսկ մենք մեր խնամքի տակ եղող խնամված այգիներում պարտադիր խոր աշուն օրգանական պարտանյութ ենք տալի ծառերին։ Այսօր նորից ասեմ, շատ նյութերով կարողացա ժամանակ գտնել, օգտակար բաներ փոխանցել, ովքեր բռնումով կմոտենան, կհասկանան, կարիքը կունենան լավ նյութերի, լավ բաներ կքաղեն, ովքեր որ ասում են իրանց գիտունի տեղ են դնում, փորձում են մեկին ինչ-որ մի սխալ հանեն, ցավոք վատն են ման գալի մենակ։ Այսքանը ժողովուրդ ջան, ես էլ մեր այս աշխատանքներից, այսինքն բոլորը պիտի ցողենք, տերևները հավաքենք, ջուրերը հեռացնենք, նոր դուրս գանք այս այգուց։ Այս էլ մեր այս աշխատանքներից, որով փորձեցի օգտակար բաներով ձեզ պիտանի լինել։ Այսքանը։